Եգակ տաղավար, ավանդույթ է դարձել ամեն շաբաթ մեր տաղավարից էր խոսք ենք փոխանցում եւ այսպես երեք հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար ազգային բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվի շինծու դատավարության շրջանակներում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, որին 10 տարին անցկացնելու է ծանրագույն պայմաններում, մյուս 10 բանտային, բայց ինչպես կարող ենք ֆիքսել, Ադրբեջանում ծանրագույն եւ ավելի ծանր վիճակներ չկան։ Սա խայտարակություն է, սա խոշտանգում է մարդու։ Նախորդ շաբաթը հայտնի է դարձել, որ մեր մյուս ռազմագերիներն են 20 եւ ՑՄՀ ազատազրկումների դատապարտվել։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ նաեւ ինչ եք առանձնացրել օրվա համար։ Գիտեք, որ Ալիևը վերջերս սպառնալիք։ Այո, դե ինչ մենք գերիների մասին մի անգամ չենք անդրադարձել։ Երկար ժամանակ, արդեն տարիներ գերիների մասին ենք անընդհատ խոսում ու անընդհատ մեջբերումներ անելով, որ գերիների հետ կապված դատական այդ process-ները դա սախ շինծու, սախ սուտ բաների տակ հիման վրա ձևակերպած բաներ է, դատական նիստեր է գնում ու ընթացքում մենակ բացի մեր հայ ներկայացուցիչների կողմից միջազգային տարբեր կենտրոններից, տարբեր ղեկավարների կողմից արձագանքել են, որ նմանատիպ դատավարությունը անթույլատրելի է, որովհետև դեռ ինչքան տեղյակ եք, գիտեք, որ ոչ մի միջազգային կառույցի ներկայացուցիչ կամ ոչ մեկին չէին թույլատրում մասնակցել կամ միանան խոսքի այդ բանին, իմանալով դրա իրական հիմքը, իրական սկզբունքները ինչի հիման վրա են այդ մարդկանց դատում։ Դե դա մյուս կողմից էլ ապացուցում է, որ ինչի համար չեն թույլատրել, որովհետև իրենք գիտեին, որ դա ձախողված կամ ինչ որ օրինավոր հիմք չունեցող դատական process-ներ է։ Դա Ալիևի անձամբ Ադրբեջանի սրիկա ղեկավար Ալիևի կողմից նախաձեռնած ու հետևողական խոսքի բանով դատավարություն է, որի հիման վրա էլ ինքը իր վրեժն է, իր այն աբիժնիկ կերպարը, որ տասնյակ տարիներ ինքը աբիժնիկ է եղել, էլի, տասնյակ տարիներ, որ ինքը չի կարողացել ոչ մի ձևի այդ հարցի շուրջ կամ այդ Արցախի հիմնախնդրի ոչ մի կերպով չի կարողացել օրինավոր խոսքի, հիմնավորած ձևակերպումով հարցի լուծումները տա, դիվանագիտական բաներով, միջոցներով, ամեն տեղ պարտվել է։ Ու ինքը գնալով այդ ռազմական հարցի լուծմանը, որի ընթացքում էլ մենք բոլորս էլ գիտենք, որ դա իր հաղթանակը չի եղել, դա եղել է տարբեր երկրների մեծ աջակցող խոսքի աջակցման հիման վրա, այսօր մենք ունենք այդպես ցավալի մի հատ նկար խոսքի մեր գերիների հետ կապված, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի մասին, այո, դա մեր համար ազգային խոսքի մենք այդ բառերը միշտ ասում ենք խայտառակություն, նվաստացման ինչ-որ բաներ, բայց սա ավելի մեծ վտանգավոր հետագա հայի էությունը այս տարածաշրջանում, ընդհանրապես աշխարհով մեկ բան է, գործ է, որ մենք տեսանք։ Սա ինչ ասեմ, անթույլատրելի բան է, որ մենք իրավունք չունեինք թույլ տանք, որ այսքան ժամանակահատվածում առանձնապես այդ մարդիկ հայտնվեին գերության մեջ, բայց մենք գիտենք դա ինչի հիման վրա է եղել այդ իրենց հայտնվելը գերության մեջ, դա մեծ պետական դավաճանության, պետական հանցագործության, տարբեր ներկայացուցիչների համագործակցությունը թշնամու հետ բերել է այդ ձևի ծանր բաների, հետևանքների, Արցախի կործանումը, մեր ռազմավարական ղեկավարների գերության մեջ հայտնվելը, այդ ՑՄՀ կամ էլ ինչ-որ բաներ, որ դրանք ներկայացնում են դատապարտման բանը, դա ես գիտեմ, թե մեր ամբողջ ազգի համար այսօրվա իրավիճակում մեզ որ ուզում են խաղաղություն մատուցեն կամ խաղաղություն ինչ-որ տենց բան ներկայացնեն, դա կրկնապատիկ ասում է, որ սուտ է, տենց բան չի լինելու, խաղաղություն չի լինելու, որովհետև պատմական թշնամին ինքը չի հանգստանում հայից վրեժ բան անելու այդ process-ից, վրեժ առնելու այդ process-ից։
բայց մենք զոհ ենք դարել այս իրավիճակին մեր այս կարգավիճակում հայտնվելու ներկա իշխանության բացթողումների, ներկա իշխանության ոչ անպիտանի ղեկավարման արդյունքների հիման վրա ու գերիների հետ կապված հետագա զարգացումները իրենց ազատության մեջ տեսնելով ես գիտեմ թե այդ գործողության process-ը մենք չպիտի դադարեցնենք մենք պիտի մշտական ամենօրյա ռեժիմով տարբեր հարթակներ, տարբեր հնարավորություն տվող տենց միջավայրերում այդ խոսքը նաև միջազգային հանրության, միջազգային մթնոլորտում, միջազգային հարթակների մասին է խոսքը գնում, մշտական այդ հարցի բարձրացումը, բայց ինչքան էլ ասեն չասեն այդ գերիների ազատության մեջ մենք տեսնելու ենք Գերիների ազատությունը ինչի հիման վրա եմ ասում, որովհետև այս տարածաշրջանում հալա սկզբնական այս մոտակա ժամանակներն թատերներն սպասվում է ահագին մեծ իրադարձություններ, ահագին մեծ ինչ-որ էլի պրոցեսներ, այդ պրոցեսների ընթացքում ես գիտեմ թե մենք հարցերի, այդ նմանատիպ հարցերի պատասխանները, լուծումները ստանալու ենք, բայց ունենք մի խնդիր թե գերիների ազատումն է, թե մեր Հայաստանի, Մայր Հայաստանի հզորացումն է, թե մեր բանն է, արժանապատվությունը վերականգնելն է, մեր էությունը հայ լինել, հայ ապրել այս տարածաշրջանում ամրապնդելն է, մենք ունենք մի հատ խնդիր, այսօրվա պարագայում ներկա իշխանությունն է, ներկա իշխանությունը ինչքան շուտ հեռանա այս բանից, ղեկավարության գլխից, մենք այնքան այդ հարցերի ընթացքը կամ այդ հարցերի լուծման բաները ավելի շուտ ու ավելի արագ մենք կտեսնենք։ Բայց իրենք համոզում են, որ Հայաստանը ժամանակին ծայրագավառ էր, հիմա իրանք կենտրոն են սարքի, ասում են Նիկոլ Փաշինյանը, խաղաղություն ենք վերեկել, այս խաղաղությունը, խնդրեմ, Դե գիտեք, այդ ծայրագավառ բառը որ ասում են, որ եղել է Այս մարդու համար ծայրագավառը խոսքի, որ Արցախը կար, Հայաստան ամբողջական իր տարածքային ամբողջությունը կար, այդ որ ծայրագավառի մասին է խոսքը գնում։ Սրանք ամեն օր մի բան, մի նոր միտք ասելով, մի նոր ձևակերպելով միտք, սրանց փրկությունը դրանով չի բանանում, չեն խուսափելու իրանք իրենց պատասխանատվությունից։ Գիտեք, սենց մի հատ բան եմ նկատել, որ այս մարդիկ իրենց ժողովրդին այնքան ատում են, իրենց հայրենիքի նկատմամբ այնքան ստորացել են, ստորության գործողություններ են գնում։ Ես մի հատ բան եմ տեսել, որ իրանք վրեժ են առնում իրենց ձախողումների արդյունքների հիման վրա։ Իրենց ղեկավարություն ընթացքում կամ իրենց ղեկավար լինելով, որ ձախողվել է, որ չեն կարողացել ոչ մի ձևի արդարացնել, իրենք սկսել են վրեժ առնել ժողովրդից, վրեժ խնդրություն առնել ժողովրդից։ Ու այդ իրավիճակի հետ համապատասխան, որ մենք տեսնում ենք իրենց բերած այդ խաղաղության նոր այդ բաները փորձելով վերականգնելը, մեկ էլ տեսնում եք Ադրբեջանի ղեկավարը, ում հետ այդ խաղաղությունը պիտի կնքվի, ընթացքում մի հատ այնձևի մտքեր է ձևակերպում, այնձևի բաներ է խոսում, բաներից է խոսում, որ ընդհանրապես թե խաղաղության, որ ասում է, հոտ չի գալիս։ Խաղաղության մի հատ բաններ չենք տեսնում, էլ ինչ խաղաղություն, ինչ խաղաղության մասին են խոսում։ Այդ մարդին ունեն հստակ պահանջներ, այդ մարդկանց ունեն հստակ հարցեր, որ սրանք այդ հարցերի լուծումները, պատասխանները պիտի տան։ Սրանք այն հարցերի լուծումների պատասխանները պիտի տան, այն էլ ոչ թե բառերով, այլ թղթի վրա, պայմանագրերով կամ էլ ինչ-որ համաձայնություններով, դա այն պայմանագրերն է, դա այն փաստաթղթերն է, որ ընդհանրապես Հայաստանի գոյատևությունը այս տարածաշրջանում պիտի վերանա։ Եթե խոսում են սահմանադրության մասին փոփոխությունների, եթե խոսում են արևմտյան Ադրբեջանի մասին, ինչ որ քանի 100,000 ադրբեջանցիներ ստեղ վերադարձի կամ բերելու համար, եթե խոսում են հետագա խոսքի, առանձնապես ես այս վերջի ժամանակները մի քանի անգամ լսում եմ դրանց քաղաքական այդ ոլորտի ներկայացուցիչները, դուք չեք պատկերացնում
ինչ մեծ բաներով, ուշադրության կամ տրամադրված բաներով խոսում է մեր եկեղեցու մասին, մեր հայ առաքելական եկեղեցու մասին, որ դա ինչ խանգարիչ բան է այս տարածաշրջանում իրենց համար, Թուրքի համար։ Հիմա այդ բոլոր այդ ներկայացրած բաները, մտքերը Ադրբեջանի ղեկավարը բացի դրանից մեր ազգին, մեր ժողովրդին անվանում է նացիստներ, դատապարտելով մեր գերիներին հենց այդ բանում Մյունխենում հենց այդ մտքերը ձևակերպած այդ ձևաչափով է ներկայացնում, որ մենք դատապարտել ենք նացիստներին, նացիստների ղեկավարներին։ Հիմա Նիկոլ, դու ես այդ նացիստների ղեկավարը դառնում, չէ՞։ Այդ ժամանակահատվածում դու ես, չէ՞, մասնակից կամ դու ես, չէ՞, նույն ղեկավարների հետ, թե պատերազմի ընթացքում է, թե մնացած ժամանակների ընթացքում է քննարկում այդ հարցերի կամ այդ լուծումների բանը։ Բայց այդ քո նման նացիստը, որ ասում է ինքը, խի չի դատում ինքը քեզ էլ է նացիստ ասում։ Ներկա իշխանության բոլոր ղեկավարներին նացիստ է անվանում։ Մեր ազգին նացիստ է անվանում, ուրեմն դուք էլ լինելով մեր երկրի ղեկավարները, դուք էլ եք նացիստ։ Ձեզ խի չի դատում։ Հարցը բոլորի համար պարզ է։ Նա չի դատում այն մարդկանց, ով Թուրքի շահերն է պահում։ Նա չի դատելու այն մարդկանց, ովքեր Արցախ են հանձնել։ Նա չի դատելու այն մարդկանց, ովքեր օրացել են մեր, որ ասում եմ, սրբությունները, մեր սերոսների արած գործերը։ Այն այդ մարդկանց չի դատելու։ Ու հարցը արդեն հասկանալի է, չէ՞ պատասխանը ժողովուրդ, որ մենք այն ներկայացուցիչները, այն մարդիկ, ովքեր կարողանում են թշնամու հետ ձեռք բերեն պայմանավորվածություն, համաձայնություն, ուրեմն իրենք նրանց հետ միասին մի ճանապարհի վրա են, մի գործ են անում։ Ու թշնամու մի գործ արած, մի ուղղություն, մի ճանապարհ արած այդ բանը, այդ աշխատանքը որն է, հակահայկական, հակասահմանադրական, հակապետական, որ մեր շահերը ընդհանրապես չի էլ քննարկվում։ Ամեն ինչ օրեցօր, նորից եմ ասում, սրանց կողմից ուրիշ ձևի է, որ խոսում ներկայացնում են մեկ ու մեջ էլ ասելով, որ Ալիևը խոսում է իրեն ներքին լսարանի համար, արա, Մյունխենը ներքին լսարան չի, բանում արտասահմանի տարբեր երկրները, տարբեր միջազգային հարթակները, ներքին լսարան չի, Ալեն Սիմոնյան, որ մեր ժողովրդին ուզում ես գլուխները լցնես, ասում ես, դե Ալիևը ներքին լսարանի համար ասում, դուրսը ներքին լսարան չի, նանդեղ էլ ասում, ինչ է անելու, ինչ ճանապարհի վրա է իր պետությունը, ինչ ուղղության վրա է գնալու իր զարգացումները կամ իր հարցի լուծումները։ Ձերը որն է, այ ողորմելի, ձերը որն է, ինչ եք առավոտից իրիկուն, վախած, փախած, ես իմ թռած այս Թուրքից բան եք ողորմում կամ առավոտից իրիկուն սպասում եք տենակ ինչ որ մի երկրից, մի պետությունից մեկը ձեզ մի լավ միտք ասի կամ աջակցի կամ էլ ձեր ասում այդ բաները հետագա ինչ որ անելիքները մի ձևի մի փոքր բանով գոնե արդարացնի։ Չկա տես բան, ժողովուրդ, մենք ղեկավարություն չունենք, մենք արժանապատիվ ղեկավարներ չունենք, մենք հայ կերպար ունեցող ղեկավարներ չունենք։ Սրանք ինչ անում են մենակ թուրք այդ թշնամի սիրիկաներին է բավարարում։ Մենակ դրանց կմահաճույքի հարցի լուծումներն ենք մենք տեսնում, որ ամեն ձևի սրանք ձգտում են, որ բան անեն։ Այս վերջի ժամանակները մեծացնելով իրենց ճնշումը կամ իրենց այդ ստոր մոտեցումները այս հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Արա, այդ հայ առաքելական եկեղեցին էլ դուք էլ որ ընկնեք մի հատ ծանր իրավիճակում, էլի դայա ձեզ փրկելու։ Հաշվի առնելով, որ այդքան վատ բան եք արել ժողովրդի նկատմամբ, քո հավատքի նկատմամբ, այդքան ստոր հարաբերություններ սեփական ազգի նկատմամբ, ձեր փրկությունը եթե լինի, էլի հայ առաքելական եկեղեցին ալնելու, Աստվածի փառք տվեք Աստվածից առավոտից իրիկուն, էլի այդ հավատքի հիման վրա եք դուք, որ ասում եք ձեր փրկությունը դրա մեջ փնտրելու։ Բայց կաթողիկոսին մեղադրում է իբր ուզում էր եկեղեցու գանձարանը գողանալ, այս խայտարակությունը եւ գիտեք քրեական հետապնդում է հարուսվեր վեհապարվելու նկատմամբ թույլ չտվեցին, որպեսզի մեկնի եպիսկոպոսը։ Լսեք, կաթողիկոսը առաջի տարին չի կաթողիկոս։
կաթողիկոս այդ ոնց եկավ այս վերջի տարվա ընթացքում կամ այս ժամանակահատվածում սրանց ղեկավարման ժամանակի ընթացքում ինչ որ բաներ ա ուզում գողանա կամ ինչ որ բաներ դուք պատկերացնում եք ինչ ոնց կարելի է ձևակերպել մի բան, որ ընդհանրապես իրականության հետ չի համընկնում։ Սրանք այնքան խոսքի գալիք ընտրություններ ա, չէ գալիս, որ պիտի մի հատ նենց լավ մթնոլորտ ձևակերպի, լավ խոսքին այս հարգանքի, այդ համերաշխության մթնոլորտ ձևակերպի։ Սրանց կողմից ամեն օր, ամեն ժամանակ ինչ որ բան որ ձեռնարկում է, ձևակերպում է, ատելության կամ իրար նկատմամբ թշնամության բան է, աղբյուր է, կամ էլ առիթ են տալիս։ Ու սրանք մենակ ինչ անում են, այդ ուղղությունների վրա են անում, որովհետև սրանք մեծ վախ, մեծ սարսափ ունեն իրենց մեջ։ Այդ սարսափը իրենց Հայաստանի մասին չի կորցնելու, ժողովուրդ ձեր մասին ընդհանրապես չկա թեմա, ձեր մասին մտածելու բան չկա։ Ինչ անում են, ինչ մտավախություն ունեն, սրանք իրենց մասին, իրենց աթոռի, իրենց կյանքի մասին է գնում, բոլոր մտավախությունները։ Ու այդ մտավախությունների հիման վրա դուք պատկերացնում եք ինչ սարսափելի մթնոլորտ է սրանց մեջ ձևակերպել, ու ես վստահ եմ, որ տենց էլ կա, որովհետև այն ցավը, որ բերել են մեր գլխին, այն մեծ աղետը, որ բերել են մեր ազգի գլխին, այդքան մեծ կորուստներով, այդքան ժողովրդի, այդքան երեխոց կորուստներով, ես գիտեմ, թե սրանք անհանգիստ են շատ լուրջ իրենց մեջ, օրեցօր հաշվի առնելով, որ իրենք գիտակցում են, որ սա մոռացության չի տրվելու, ժամանակի հարց է, օրերի, ամիսների հարց է, ժամանակը գալու է, ես որ միշտ ասում էի, այն հանցագործությունը, այն բաները, այն վատ գործողությունները, եթե դու իրականացնում ես սեփական ժողովրդի նկատմամբ, դա սարսափելի բան է, դա առանց պատասխանի կյանքում չի մնում, ոչ մեկին, ոչ մեկը չի խուսափել իր կյանքում այդ ձևի պատասխանատվությունից։ Այդ ինչ այսօր վերջի ժամանակները սրանց կողմից նախաձեռնությունները գնում է, նորից եմ ասում, սրանք բաց տեքստով թուրք-ադրբեջանական այդ տանդեմի հետ միասին կատարում են մի գործ։ Վերջի ժամանակները հետևելով, թե Հայաստանում, մայր Հայաստանում ինչքան արդեն օրեցօր թուրքերի գալը գնալը, ադրբեջանցիների գալը գնալը շատացել է, դա արդեն վառապացույց է, որ մեր վաղվա ապագան, որ սրանք ասում են, ոչ թե մեր մասին է վաղվա ապագայի, այլ թուրքի վաղվա ապագայի մասին է, թշնամու ապագայի մասին է, որովհետև սրանց ամեն մի բռնած գործը, այն մտքերը, այն բառերը, որ օգտագործել են, արտահայտել են հայ ազգի նկատմամբ, կատարվել է հակառակը։ Արցախը Հայաստանն ու վերջ դառավ Ադրբեջան, ընթացքում բոլորս բաների մայր Հայաստանի հետ կապված խնդիրները, թե անվտանգության հետ, թե մնացած հարցերի հետ, ինչ սրանք ասել խոսել են, դարել է հակառակը, ինչ թշնամին է միշտ արտահայտել, խոսել կամ այդ ձևակերպումով նա միշտ, որ ասում եմ, ծրագրեր է ներկայացրել։ Մենք շատ լուրջ վտանգների առաջ են կաղնելու, եթե այս բոլորը լինի շարունակական։ Մենք շատ լուրջ վտանգների բախումներ ենք ունենալու, եթե մոտակա ժամանակները լուրջ փոփոխություններ չլինի մայր Հայաստանում, կամ իրենց դիրքորոշումը, կամ իրենց մոտեցումները, որի վրա ես մեծ շատ կասկածանքներ ունեմ։ Սրանք զոհ են դարել թշնամուն, զոհ են դարել իրենց մեղքով, թող իրենք էլ պատասխան տան, զոհ են դարել իրենց պահվածքով, իրենց անպիտանի ոչ պատասխանատու ղեկավարներ լինելով, իրենք էլ պիտի պատասխանեն։ Այսօր սրանք փորձում են դավաճան սարքել մեր ամբողջ ազգությունը, հայությունը, դա չի ստացվելու։ Այսօր փորձում են սրանք պարտության բան սարքեն, ոչ թե իրենք, այլ ամբողջ հայությունը, դա չի ստացվելու։ Սրանք ամեն ինչ իրենց փայ մեղքը ունեն, ժողովուրդ, սրանք ուզում են մեզ վրա բրդեն։ Ոչ մի բան էլ չի ստացվելու, որովհետև ազգը ես տեսնում եմ հայությունը արդեն
արթնացել է, կա ինչ որ մի հատ հատված, որ սրանց կողմը ինչ որ պաջակցում, բայց դե ես գիտեմ թե որ ասում եմ ազգության մեջ, ամեն ազգության մեջ տոկոսային հարաբերություններով դա էլ է լինում։ Ոչ մի բան, ուշադրություն մի դարձրեք մեծամասնությունը գիտակցող մասսան, որը ամեն ազգության մեջ այդ գիտակցող մասսան է միշտ այդ իր основной բանով ձևակերպում այդ ազգեյությունը, այդ գիտակցող մասսան ես տեսնում եմ, որ արդեն իրական լուրջ մտավախություններով, իրական լուրջ մոտեցումներով այս ժամանակահատվածքում արդեն ձևակերպում է նոր սկզբունքներով, նոր մոտեցումներով ու գալիք ընտրությունների ժամանակ ես գիտեմ թե պիտի արդեն դա այդ արդյունքները մենք տեսնենք։ Արդյունքները մենք տեսնելու ենք, ես համոզված եմ, որովհետև այդ արդյունքների հիման վրա մենք կմնանք հայ, որովհետև այդ արդյունքների հիման վրա մենք նորից կվերածնվենք, որովհետև այդ արդյունքների հիման վրա ես մեծ վստահություն ունեմ, որ հայկական Արցախի հետ վերադարձը իրականություն է դառնալու։ Մի օրվա, մի ամսվա, կարող է մի տարվա, կամ էլ ինչ-որ ժամանակահատվածի հարց չի, բոլորս հասկանում ենք ինչի մասին եք խոսում։ Բայց այդ հույսը հավատը մենք, որ նորից էլի Արցախը հետ վերադառնալու ենք, Արցախը հայկական է լինելու, դա կա։ Ու այդ հույսը հավատը, որ մեր մեջ կա, ուրեմն այդ գործը, այդ բանը իրականություն դառնալու է։ Ես տարբեր շերտերում, տարբեր ոլորտներում շատ եմ շփվում, ու վերջին ժամանակները դրա կարևորությունը ավելի շատ են բարձրաձայնում։ Մի ժամանակ ես շատ էի կոչեր անում, խնդրում, որ Արցախի հիմնախնդիրը չթողնեք մոռացության տան։ Արցախի հիմնախնդիրը չթողեք երկրորդական հարց լինի։ Արցախը Մայր Հայաստանի զավակն է։ Զավակին եթե մոռացավ մայրը, ուրեմն այդ մայրը արդեն իր էությունով ինքը ամեն ձևի կբան անելու, շուտ է մահանալու, շուտ է հիվանդանալու, շուտ է քայքայվելու։ Դրա համար Արցախը մեր այսօրվա մեր բոլորիս համար Արցախը դա ամենաառաջնային կարևոր հարցերից մեկն է։ Արցախահայությունը տեղահանված ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, իմ սիրելի արցախցիներին, ես ուզում եմ նորից էլի ասեմ, բերեք ծանր իրավիճակը, դժվար իրավիճակը, բայց մենք հաղթահարենք։ Իսկական արցախցու կերպարը միշտ պատմական ժամանակներն էլ է, թե ինչ ժամանակներ եղել է, միշտ դրանով է ինքը իր տարբերվել խոսքի իր տեսակով, հաղթահարելով դժվարությունները, իր մեջ այդ հզորությունը, այդ թասի բնամուսը պահպանելով, այդ սեր ու հարգանքը մեկ այսօրվա իրավիճակում պիտի ամեն մեկս բոլորիս նկատմամբ ավելի մեծ, որ ասում եմ, ներկայացնենք մթնոլորտում, հանրության մեջ, համերաշխությունը պետք ձեռք բերած ժողովուրդ, համերաշխությունը սրանց թշնամին է, համախմբված սեր ու հարգանք իրար նկատմամբ լինելով հանրությունը, հասարակությունը, սրանց թշնամին է, սրանք չեն ուզում, որովհետև սրանք իրենց էությունով սրիկաներ են, սրիկա մարդը լավ բան չի ուզի ուրիշի նկատմամբ, ուրիշի, որ հիմի որ սրանք թուրքի ասասներն են անում, թուրքի պահանջներն են անում, դուք պատկերացնում եք, չէ՞ որ իրենք հայի լավը չեն ուզում, մեր լավը որ ուզենային, չէին գնա այդ քայլերին, իր ազգի, իր ժողովրդի լավը որ ուզեր, այդ վաղվա ապագայի մաս, հետո սրանք մի սովորություն են, միշտ վաղվա մասին են խոսում, արա դուք այսօր եք, այսօրվա մասին խոսեցեք, այսօր մասին խոսեք, անցյալում ինչ եք արել, դրա մասին խոսեք, վաղը ինչի եք գցում սաղ վաղի վրա, սովորել եք այդ խափելով վաղվա վրա, սովորել եք ժողովրդին տենց որ խափել եք վաղվա ապագայի վրա եկել իշխանությանը, հիմի վաղվա ձեր խոստումները մենք չենք ընդունում, մենք այսօրվանից պահանջում ենք մեր պատասխանները, տվեք այս բերած փորձանքները մեր գլխին, պատասխանատուն դու եք, մինչև չպատասխանեք, վաղվա օրի մասին չխոսակ, այն օր էլ դրանց ղեկավարների մեկի ներկայացուցիչն է, ասում որ մեզ չընտրեք, խաղաղություն չի լինելու, դուք պատկերացնում եք ինչ է խոսում, 5 պատերազմ բերած իշխանության ներկայացուցիչը, ասում որ դուք մեզ չընտրեք, սա էլ Գեորգ Ալիևն է մեր գլխին եկել, որ բանով է, ուլտիմատումով է խոսում,
Դե տենց ենք ընդունում։ Սրանք ասում են, որ մեզ չընտրեք, խաղաղություն չի լինելու, որ մենք չհաղթենք, դուք լավ չեք ապրելու, որ մեզ չհաղթեք, ձեր գլխների մենք հարամ ենք անելու։ Ու պատկերացնում եք սրանք բառեր ես օգտագործելով այդ բառերը, ինչքան մեջը պիտի մատ տհաճ կեղտոտ մթնոլորտ ունենա, որ ինքը իր սեփական ժողովրդին ասի, ժողովուրդ, եթե դու ինձ չընտրես, քո վաղվա օրը ինքը քո գլխին հարամ անելու, պատերազմ անելու կամ չի հալալվելու, դուք ինչ մարդկանց հետ մենք գործ ունենք։ Այսօր ամեն մեկս հայ ազգի ներկայացուցիչները Սփյուռքին առանձնապես առանձին եմ կոչում։ Սփյուռքի մեր ներկայացուցիչները, դուք Սփյուռքում լավ կյանքից չեք գնացել հայտնվել, չէ՞, բայց բոլորդ ոգևորվում եք Մայր Հայաստանով, բոլորդ հայ հողի, հայ զավակներով, Հայաստան լինելով, ինչքան Հայաստանը լավ լինի, հզոր լինի, դուք ավելի դրսում ավելի հպարտ, ավելի որպես ազգի պատկանելիության մասին եմ խոսում, դուք ավելի լավ ձեզ կզգաք, չէ՞։ Գալիք ժամանակները ընտրություններին բոլոր Սփյուռքի ներկայացուցիչներն է, քարոզարշավներով է, դիմումներով է, կոչերով է, Էնձևի բաներով է, մոտեցումներով է, ամեն տեղ ամեն մի հայ պիտի դերակատար լինի, պիտի բոլորդ ներգրաված լինեք այս ժամանակահատվածում։ Ձեր դերակատարությունը մեծ կարևորություն է ունենալու այս մոտակա ժամանակների ընտրությունների համար։ Վաղվա օրը դուք էլ չսրանման մանգակ մեղավորներին կամ ես մեկ եմ ուսո։ Մեղավորները գիտենք ով են, ինչ օր ենք հասել, դա էլ գիտենք, պետք չի բացատրել ինչա մեզ սպասում, մեզ ամեն մեկից մասնակցելու բան կա, կարիք կա։ Այդ ձեր դերակատարությունը դրա մեջ ձևակերպեք։ Ասում ենք չենք թողելու, որ երեք օլիգարխներն ըստ էության մեր ձևովին նկատի ունենալով եւ ոչ միայն մսխեն մեր ձեռքբերումները, ներողություն էլի, ճշտով հարց, ինչ են ձեռքբերել Իրենք իրենց մասին որ խոսում են, ես գիտեմ թե Ալիևի մասին են խոսում, որովհետեւ իրենք բառը որ ներկայացնում են, այդ թուրք տրամաբանության մեջ է, որովհետեւ այդ Ռուբին Ռուբենյանը ինչ գործողության, ինչ իր ղեկավարման ընթացքում միշտ ինչ որ տեսել եք, Թուրքիի հետ ձեր սեղմելուց, Թուրքիի հետ պայմանավորվելուց, Թուրքին բաներ որ ասում է նահանջների, զիջումների հետ կապված խնդիրներ լուծելուց Այդ մարդիկ թող եթե այդ բառեր օգտագործում են, հստակ ձևակերպեն հիմնավորեն իրենց արածը։ Այդ մարդիկ միշտ բառեր են օգտագործում։ Հիմնավորեք արա, հիմնավորեք ձեր արածը։ Մարդկանց աշները կողեք, մենք ուզում ենք տեսնենք, լսենք, իմանանք։ Մեր տեսածը կործարած Արցախն է, ձեր դավաճանած բոլոր ուղղությունների վրա այդ բաներն եք մենակ տեսել։ Այդքան զոհեր տված ձեր մեղքերով այդ ենք տեսել։ Այս աղքատության այս աստիճանին հասած այս ժողովրդին այդ ենք տեսել։ Մի բան ասեք ձեր ձեռքբերումների մասին խոսեք ձեր ձեռքբերումներին։ Այսօրվա ձեռքբերումները ստեղ մենակ թուրքն է եղել։ Եթե դուք այդ ձեռքբերումների դրա մասին եք խոսում, դե էլ ասեք, որ ինչ ձեռքբերումների մասին եք խոսում։ Բա թուրքի լեզվով եք արդեն մեր հետ խոսում։ Թուրքը ոնց որ Ալիևը մեր հետ սպառնալիքով խոսում է, նույն լեզվով էլ դուք եք ժողովրդի հետ խոսում։ Ոնց որ թուրքը դատապարտում է մեր առաջնորդներին, նույնն էլ դուք ստեղ եք դատապարտում մեր առաջնորդներին։ Մեր այն մարդիկ, ովքեր ազատության կամ էլ Հայաստանի ուժեղ լինելու մասին են խոսում, հայի կարևորության մասին են խոսում, դուք այդ մարդկանց դատապարտում եք։ Այդ դրա մասին խոսեցիք, դրա համար ձեր ամեն մի ասած բառը, դա ձեր, որ ասում եմ մի հատ չեք էլ մտածում, սրանք մեկ ու մեկ բառեր են ներկայացնում, ձևակերպում հանրության խոսքի, որ լսում ես, միանգամից անառողջ մարդու տպավորություն է տալիս։ Բայց դե ինչից զարմանանք, որ մարդիկ ոնց եկան իշխանության։ Հո էտապներով, սենց ասնելով չեկան, ղեկավարման բաների ընթացքում չեկան։ Միանգամից եկան իշխանության։ Միանգամից գալով իշխանության, որ ես միշտ ասում եմ, ամեն տղու, ամեն հայի, ամեն ղեկավարի բան չի երկիր ղեկավարելը։ Դու պիտի կարաս օրինակելի սկզբունքներով, օրինակելի խոսքի արդյունքներով, ինչ որ բաներով ցույց տաս քո ղեկավարման ղեկավար լինելի էությունը։ Ամեն ինչում դա երևում է, ով ինչ իր կերպարով, իր պահվածքով, իր ժամանակահատվածում ձևակերպել է։ Դրա համար այսօր խաղաղություն ցանկացող Ալիևը այն մեր ռազմագերիներին, որն էս դատում է, ժողովուրդ, ակաժների տող արեք։ Դա ցուցադրական Թուրքիի կերպար է, որ խաղաղության մասին
մոռացեք։ Նրանց վերջացնեմ դատապարտելը, գալու եմ ձեր հետևից գալով, ձեր ներկայացուցիչների ձեռով եմ ձեզ դատապարտելու։ Հիմա նրա համար ինչ տարբերություն կա, իր վրեժը ում ձեռով է բանանում։ Դրա համար Թուրքիա համար ինչ տարբերություն կա, իր վրեժը ում ձեռով է անում։ Իր նպատակն է իր վրեժ խնդիրը լուծի, չէ՞։ Բայց մեր նպատակը ինչ է։ Մեր նպատակը, այ ազգի ժողովրդի նպատակը, մեր ազգի պատկանելիության որպես ազգ նպատակը ինչ է։ Թուրքին ատամ ցույց տալն է, չէ՞։ Թուրքին պատժելն է, չէ՞։ Պատմական թշնամուն կզցնելն է, չէ՞։ Ինչից եք վախում։ Բայնանցալ մեր հերոսները, մեր հազարամյա տարիներ ունեցող պատմություն այդ ներկայացուցիչները Նժդեհի մասին եք ամեն օր խոսում, Անդրանիկ Փաշայի մասին եք ամեն օր խոսում հպարտանալով, ինչով եք հպարտանում, որ արել են, չէ, Թուրքին կզցնելու համար եք, չէ հպարտանում, որ թուրք թշնամուն ջախջախիչ հարվածներ հասցնելու համար են, չէ հպարտանում, դրա համար ենք, չէ հպարտանում, բայց այսօր մենք ինչով հպարտանանք, մենք ենք ապրում այս ժամանակահատվածում, մենք ենք արդեն այսօրվա որ ասма թե առաջնորդ, թե հերոս, որ կարանք մեզ ձևի ձևակերպենք, որ վաղվա մեր ապագա սերունդը էլի չխոսա միշտ Անդրանիկ Փաշայի կամ էլ բանի Նժդեհի մասին, այս ներկա հերոսների մասին էլ բեր խոսենք, որ պիտի լինենք, որ խոսեն, չէ, պատմությունը է գնում է էջերը պիտի լրացվի, այդ պատմության էջերը հիմիկվա թշնամի դավաճաններով է լրացվում, պիտի դա մի քանի էջեր բերենք ավելացնենք հայ արժանապատիվ հայի կերպարներով։ Այդ էջերը բերեք լրացնենք ավելի խիզախ հզոր հերոս առաջնորդներով։ Այդ դա է լինելու, դա է պատմությունը։ Ազգեյությունը պատմության մեջ է։ Ոչ թե սրանց նման ղեկավար կամ սրանք մոռանալու գնալու են, սրանք ովքեր են, սրանք եկոցող գնացող են։ Պատմության մեջ գրված այն էջերն է, մարդիկ որ կարդում են, արդեն իմանում են ով է, ինչ է, ինչոց է։ Մենք պատմությունով եք այսքան գոյատևել, այսքան ապրել։ Այսքանից հետո էլ ինչ պիտի մեզ հետ լինի, որ մենք այսօրվա իրավիճակում էլ գնանք Թուրքի ձեռը սեղմենք, պատմական թշնամու ձեռը սեղմենք, պատմական թշնամին պիտի գա խնդրի ձեռը սեղմելու, ոչ թե մենք գնանք նրան ձեռը սեղմելու։ Այսօրվա բոլոր մեր պարտությունները, բոլոր տարբեր հետողությունների հետ կապված այդ դրա հետ է, որ չունենք արժանապատիվ ղեկավար, որ չունենք խիզախ ղեկավար, այդ պարտությունը դրա մեջ է։ Ժողովուրդն էլ դա այն է, որ ով ղեկավարում է, ինչ առաջնորդ ղեկավարում է, դրա արդյունքների հիման վրա էլ ազգեյությունն էլ ինքը թե աշխարհով մեկ է, թե իր ազգության մեջ է, ինքը միշտ հպարտ է լինում։